Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, ձեզ է ներկայացում Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Այս անգամ, հերթական անգամ, արդեն կարելի ասել մեկ տարվա մեջ 6-րդ անգամ Պետրոս Ղազարյանը իր մոտ հյուր է հրավիրում ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Տպավորություն կա, որ մեր հասարակության մեջ մենակ նրա կարծիքն է հետաքրքիր լսել, բայց նրա կարծիքը այստեղ ոչ միայն լսվում է, այլև մշակվում Ղազարյան versus Ղազարյան նախագծում, այնպես որ հետևեք մեր թողարկումներին եւ վայելեք այս մշակումները։ Բարի եկեք սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Անցած շաբաթվա ավարտին Հայաստանի նախկին երկու նախագահները հարցազրույց տվեցին, այնտեղ հնչեցին մի շարք քաղաքական գնահատականներ, մեղադրանքներ, որոնք ուղղված էին քաղաքացիական պայմանագրին։ Այսօր մենք կզրուցենք ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Բարի եկեք, պարոն Ռուբինյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Ինչով եք պայմանավորվում այսպիսի ակտիվությունը նախկին նախագահների։ Երևի մի կողմից ատելությամբ առ ներկա իշխանություններ, մյուս կողմից իշխանության կորստի անասելի ցավով, մյուս կողմից այն փաստով, որ ընտրություններն են մոտենում, եւ ամենակարևորը, ես կարծում եմ նախկին նախագահները, ընդդեմ այստեղ նախագահ բառը մի քիչ ինչ ասեմ, պայմանական են կիրառում, որովհետեւ այդ ձեր նշած երկու անձին երբեք չեն ընտրվել Հայաստանի նախագահ արդար ընտրություններով, իրենք եւ իրենց նախորդող առաջին նախագահ, որը մեկ անգամ ընտրվել է նախագահ արդար ընտրություններով, կարծես մրցավազքի մեջ են, թե ով ավելի դավաճանական բան կասի։ Մի րոպե, Պետրոս, ախս ինչեր է խոսում։ Պետրոս, էլ մատ քեզնից սկսենք։ Որ ասում ես նախկին նախագահները հարցազրույց են տվել։ Նախկին նախագահներից Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Անտիֆեյքի իմնեմնիմի պոդքասթին, դրանից անմիջապես հետո Նարեկ Սամսոնյանին էլ են ձերբակալել, Վազգեն Սաղաթելյանին էլ եկել են իմնեմնիմի ինչ կա չկա տալ են, թողել են մենակ միկրովալնովի պեչ։ Մեկ է ջրի ապարատը, մնացած սաղ տարել են։ Արա բա դու էլ կանչի հարցազրույցի, թող քեզ ձերբակալեն։ Թող այդ հանրային հեռուստաընկերությունը փակեն։ Ու սա ներկայացնում է որպես նախագահների իրանք սենց սիրո, համերաշխության, սենց երկու թև տնես այս Ռուբինյանին, հենա Խաչիկ գյուղի մոտակայքում մի հատ կա, չէ, Նիկոլ Փաշինյանը գնաց թևերը քաշեց վրան։ Այդ թևերից տնես կլի հրեշտակ։ Ով ավելի կեղծ մատնություն կանի Հայաստանի Հանրապետության դեմ, ով ավելի պատկերավոր կերպով Հայաստանին կմեղադրի պատերազմ սկսելու մեջ, ով ավելի պատկերավոր կերպով Հայաստանին կմեղադրի ռազմական հանցագործություններ իրագործելու մեջ։ Եվ թերևս սա է պատճառը։ Մրցակցությունը։ Այսինքն դուք ռազմական հանցագործություն չեք արել, պատերազմ չեք հրահրել, երկիրը սենց խաղաղ ձևով ապրելա, եկել են այս մարդկանց վրա շոռ են անում։ Նախկին նախագահներն ասում են աղբեր ջան, սրանք պատերազմ են, սուտ։ Այս Պետրոս էլ մատ դու արդեն մեղրաջուրը խմել ես, հիշողությունը տեղն է։ 2018 թվականից այս մարդիկ, որ եկել են Հայաստան իշխանության, պատերազմ եղել է։ Ռազմական հանցագործություն եղել է, չի եղել։ Իսկ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանից ասում են եղել է։ Սուտ։ Բանը, իրանց թվացել է թե 20 թվի 44 օրյան պատերազմը։ Իրանց թվացել է թե 21 թվին Գեղարքունիքի մարզերը Շորժայի Վարդենից վրա հարձակում պատերազմը։ Սյունիքի մարզում Տիգրան բանը Իշխանասար Սևլիչը պատերազմը։ Ջերմուկի վրա հարձակում պատերազմը։ Բան էլի։ Հարությունյանը Արցախի վրա հարձակումը 23 թվին հենց են իմացել ոչ մի տես բան չի եղել։ Խաղաղ, բարի էս մարդիկ։ Դրանք ուսած ատելությամբ լսված արես, տակիր մարդը։ Շատ լավ, կանք վերջից, հա, Քոչարյանի հարցազրույցից պատերազմը դուք եք հրահրել։ Դե սա նորություն չի, իդեպ պետք է խոստովանեմ, որ առաջընթաց կա Քոչարյանի խոսույթի մեջ, առաջ ասում էր պատերազմը հայերն են հրահրել, հիմա ուղղակի ասում են պատերազմը Հայաստանն է հրահրել, առնվազն իրեն հայությունից դուրս չի դնում այս անգամ։ Այն ժամանակ ուղղակի ճիշտ է, այդ առաջընթացը ես էլ եմ նկատել։ Այս սկզբնական շրջանում
Քոչարյանը շփոթվել էր Պետրոս ջան, հենց էր իմացել սրանք հայ են։ Ու քանի որ իրանք են պատերազմը հրահրել, Քոչարյանը ասել էր հայերն են, հենց էր իմացել, ասենք Փաշինյանը, Ռուբինյանը, Ալենը, բանը հենց էր իմացել Պապիկյանը, բանը հայ են։ Հետո որ իմացել եմ, մի մասը Աղդամի թուրք է, մի մասը չգիտեմ ինքը Մարտակերտի գյուղերից է, գնացել էր ինքնապաշտպանության Նիկոլ, նոր արդեն Քոչարյանն ասում է, չէ, իշխանություններն են հրահրել։ Այդ պրոգրեսը ես էլ եմ նկատել, ինչ ճիշտն է, ճիշտ է։ Ավելացնելու շատ բան չկա, էլի։ Մենք ունենք մարդ, որը զբաղեցրել է երկրի ղեկավարի պաշտոնը եւ որը անթաքույց իր երկրին մեղադրում է պատերազմ հրահրելու մեջ։ Այդ մարդը լսի այդ տղա։ Իր պաշտոնավարման ժամանակաշրջանում 10 տարի նախագահ է եղել, դրանից առաջ վարչապետ է եղել։ Իր պաշտոնավարման շրջանում դրանից առաջ Արցախի նախագահ է եղել։ Պատերազմ չի եղել։ Պատերազմ եղել է ձեր պաշտոնավարման շրջանում։ Ու այդ մարդը իրավունք չունի ասի, որ ձեր պաշտոնավարման շրջանում պատերազմ։ Բա որ ձեր պաշտոնավարման շրջանում պատերազմ է։ Ո՞վ է այդ պատերազմը հրահրել։ Սոմալին։ Բայց դու ես իշխանության, դու ես չէ պատասխանատու այդ պաշտոնավարման շրջանի իրադարձությունների համար։ Բա դիվանագիտություն ունես, բանակցություններ ես վարում, բայց եթե դրանք տապալել ես, դա հանգեցրել է պատերազմին, դու ես հրահրել, բա ով է հրահրել։ Ով է, կարող է դու ես էլ արա։ Կարող է դու ես հրահրել այդ պատերազմը գցում ես խեղճ մարդկանց վրա։ Հիմա թող մարդիկ գնահատականը տան, Երկրին չէ, ձեր իշխանության։ Չէ, ինքը երկինն ասում եմ, այն ժամանակ ընդհանրապես ոչ միայն երկինն, այլ ժողովրդին էր մեղադրում, ասում էր հայերը, կարծես ինքը հայ չի։ Բայց ինքը հիմա երկինն է մեղադրում, եւ թող մարդիկ դատեն։ Տեսի, այդ տղա, երկիրը որն է, երկիրը ունի ղեկավար, երկիրը, խո երկիրը այտենց բանը չի, iCloud չի։ Երկիրը ունի ղեկավար։ Եթե երկիր ունի ղեկավար ու այդ ղեկավարի պաշտոնավարման շրջանում ելնում է մի հատ ձեռք բերում, ասենք օրինակ ինչ ձեռք բերում կարածել լի Պետրոս իրանց պաշտոնավարման շրջանում, ակադեմիական քաղաք, ասենք մի հատ կառուցվել է, գիտես, դա կանենք այդ պատմասկլն էլի, որ գալիս է դու մի հատ մեծ ակադեմիական քաղաք է կառուցվել Պետրոս։ Իր մետրոյի կայարանով այդ աչափնյակից էթում ես, նստում ես գնաս կեթում անդե թաղամասերով, այդ կրթական կլաստերներով, մի հատ մեծ ստադիոն են սարքել ընդ է, այս վերջի ֆուտբոլի խաղը ընդեղ էր, լավ ստադիոն է։ Մի քիչ պարկինգի տեղն է քիչ։ Թե ինչեն տես քիչ սարքել պարկինգի տեղ։ Գիտեն էլ որ է ժողովուրդ այսքան ավտոնի հարստության մեջ կորել եմ, դե մտածում եմ որ տրանսպորտով լավ ստադիոն։ Հիմա ասենք թե օրինակ ակադեմիական քաղաք կա, չէ՞, մեր երկրում։ Այս մարդկանց պաշտոնավարման շրջանում է, չէ՞, կառուցվել այդ քաղաքը։ Ձեռքբերում չի։ Չպիտի ասենք, որ իրանք են, պիտի ասեն։ Բայց լավ, եթե պատերազմ է, բա իշխանությունները չեն այդ պատերազմը հրահրում, բա ով է հրահրում։ Իշխանությունը, մարդը լսում է իշխանությունն արել, բա ինչ պիտի ասի, բասի ով արել։ Նորմալ է, որ մարդը երկրի ղեկավար է եղել, իր երկրին մեղադրում է պատերազմ հրահրելու մեջ։ Ոչ մի բան չեմ ասում, բոլոր փաստերը կողք ենք դնում, ամեն ինչ կողք ենք դնում, կենտրոնանում ենք հետևյալ հարցի վրա։ Նորմալ է, որ մարդ, որը ղեկավարել է երկիր, իր երկրին մեղադրում է պատերազմ հրահրելու մեջ։ Ղեկավարելն էլ մի կողմ թողենք։ Ընդհանրապես նորմալ է, որ որևէ Հայաստանի քաղաքացի Հայաստանին մեղադրի պատերազմ հրահրելու մեջ։ Չի կարելի, Պետրոս, ուրեմն լսի։ Հայաստանի ոչ մի քաղաքացի Հայաստանի իշխանություններին մեղադրելու իրավունք չունի, այս իշխանությունները մենակ գովելու համար են։ Կարում ես գովաս, գովի։ Չես կարում։ Մեռելի պես բան են, էլ ասեք իրանց հետևից կամ լավը կամ ոչինչ։ Հաշվի թե մեռել են։ Այդ էս պիտի իրանց նկատմամբ լինի մենակ մեռելի պես վերաբերվում, մենակ լավը։ Եղավ։ Դուք նաև մեղավոր եք եւ պատասխանատու եք Ղարաբաղի հայաթափման համար, որովհետեւ Պրագայից հետո, որը դուք կնքեցիք։ Պետրոս, դու էլի նագլի ձևով կրկնում ես։ Ես քեզ հիմա նորից ասում եմ, որ դու ես մարդկանց պիտի մենակ գովես։ Դու էլ ասում ես, դուք պատասխանատու եք, այսինքն ո՞ց են պատասխանատու։ Իրանք իշխանության համար են պատասխանատու։ Իրանք իրանց, ասենք թե տները առես մարդը։ Դու էլ ես առը, ինքն էլ առը, մեկն էլ իրանք դրա համար են պատասխան։ Հիմա որ Ղարաբաղցիները 150,000 հոգի իր տունը կորցրել է։ Շատ է որ իրանք են եղել իշխանության։ Ինչ մեղք ունեն այս մարդիկ։ Դրա համար կարան ռուսները մեղավորել են, դրա համար կարան ինչու՞ չէ, նաև ֆրանսիացիները մեղավորել են։
Դրա համար կարան ամերիկացիներն են մեղավոր, բայց այս մարդիկ, արա անմեղ մարդ, արա անմեղ մարդուն բերը շարժ ես անում, արա ասես Ղարաբաղ, դու իշխանության ղեկին ես եղել, խոստացել ես, որ պիտի Ղարաբաղցիների իրավունքները պաշտպանես, Ղարաբաղը ճանաչեք անկախ պետություն, սա խոստացել ես, հակառակ նայել ես, հետո մեղավոր, ո՞նց է մեղավոր արա։ Ո՞նց է մեղավոր։ Որովհետև դուք ասում եք հարցազրույց են տվել, իրանք հարցազրույց չեն տվել։ Դրանք միջոցառումներ էին, երկրպագուների հանդիպումը կուրքի հետ։ Դա չտարբերվում է հարցազրույցից։ Հիմա մի րոպե, Ռոբին, այսի մոտ պիտի պարզեն։ Հիմա դու եկել ես Մթոմ Պետրոսի մոտ հարցազրույցի։ Հիմա էսի հարցազրույց չի Պետրոս։ Կարող է արա քո որպես երկրպագու քո հանդիպումն է կուրքի հետ։ Արա քո կուրքը էս կուրոն։ Հա, էսի չէ։ Բայց բաշ գլուխ էր գովում, որ դու ֆուտբոլի երկրպագու ես, հլում ես տոմսը վերցնում, հետո ես Եվրոպայում ֆուտբոլը մենակ ֆուտբոլ նայելու համար եթում ընդ գալիս ես, եկել ես երկրպագում դու երկրպագում ես երկիր ծախողին, հա, էսի չէ հանդիպումը, բայց գիտեմ հարցազրույց արա, բա որ հարցազրույց չխենք բերե Ղազարան versus Ղազարանը մշակում է, հանդիպում էր, գետայր երկրպագեիր գայիր էլի։ Ու ես կարծում եմ, պատկերը ամբողջական կլինի, ես երկու օրը հուսով եմ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ Լևոն Զուրաբյանին հարցազրույց կտա, որ պատկերը ամբողջական լինի։ Հիմա Հա, բայց ներողություն, Պրահայից առաջ հա, անդրադառնամ էլի փաստարկի։ Սա մեկ Արցախ Հայաստանի վերջի հետ կապված։ Հաջորդը, ասում է Հայաստանը չկատարեց նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը եւ դրա պատճառով Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը եւ գրավեց Ղարաբաղը։ Այո։ Ախր ակնհայտ սուտ է դա։ Ակնհայտ սուտ։ Ինչու՞։ Որովհետեւ Հայաստանը երբեք չի հրաժարվել նոյեմբերի 9-ի 9-րդ կետը իրագործելուց։ Հիշեցնենք էլի։ Ինչ գրած չի նոյեմբերի 9-ի 9-րդ կետում։ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետում որևէ կերպ գրած չի թե Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև տրանսպորտային կապը որտեղով պիտի անցնի։ Նո գրած չի Մեղիրով անցնելու թե Ղազախով թե որտեղով։ Ոչ միտեղ գրած չի, որ չի լինելու անձնագրային ստուգում։ Որևէ տեղ գրած չի։ Չի գրած չի, որ սահմանային ստուգում չի լինելու, մաքսային ստուգում չի լինելու։ Լսի, զայլա մի տար, սպասիլ է, տես ճղճղանձենով համի խոսի։ Հիմա հարցը հետևյալն է, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ով է ստորագրել։ Այն օրը ճշտել ենք, Պետրոսը չի։ Ես էլ չեմ ստորագրել, Քոչարյանն էլ չի ստորագրել, Սերսարը։ Էդի ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ ինչ որ վերաբերվում է Ադրբեջանին, բխում է Ադրբեջանի շահերից, ասենք օրինակ Սուրեն Պապիկյանի եւ Ալեն Սիմոնյանի հայրենիք քաղաքը, իրանց հայրենիքը, Ակնան, Աղդամը Ադրբեջանին հանձնել է, դա արվել է։ Քարվաճառը հանձնել է, արվել է։ Հəլən դե բաներ կա, որ գրած չի, բայց արվել է, ասենք պաշտպանության բանակ պիտի զորք չգնա, զինվորական համազգեստով մարդ Արցախ չգնա։ Էդի սա Հայաստանի կողմից է, Ադրբեջանի կողմից ոչ մի կետը չի պահպանվել։ Իշխանությունն էլ դու ես, գնացել ես, կոտրածը ձեռով թուղթ ես ստորագրել ու չես կարող։ Դրա պատասխանը ով պիտի տա։ Հիմա եթե որևէ մեկն է ձեզ քննադատում է դրա համար, ասում է դուք ձեր ստորագրած թղթերն էլ որ չեք, հերիքի ստորագրած թուղթը տեղով կապիտուլյացիա է, այդ կապիտուլյացիայի մեջից եթե դե մի գոնե օգտակար բան պիտի լիներ, որ օգտակար է, դες ինչն է դառը մեր համար օգտակար էլի Պետրոս, զոհված զինծառայողի աճյունը մեզ հանձնել է, դա հիմա Հայաստանի համար դառել է օգուտ, բայց այդ էլ չեն կարող անեն։ Գերիները, որ պետք է Ադրբեջանում են, ոչ թե դատվեն, այլ գան Հայաստան, որովհետև Հայաստանում ինչքան ադրբեջանցի գերի այլել, մի բան էլ ավել վերցել տվել են։ Հիմա ասում եմ, մեջի քննադատում, գովեք, ապրեք, Ռուբինյան ջան, այսօրվանից ես էլ եմ դառնում ձեզի երկրպագու, երկրպագեմ ձեզի մի հատ, որ դուք Արցախի ժողովրդին խաբիք,
որ դուք այդ արկածախնդրությունը արիք, այդ խաղ երկիրը գցիք պատերազմի մեջ, պատերազմը տարակ կործանման, կործանումից հետո Արցախ գցիք շրջափակման մեջ, տվիք թուրքերին, հետո բերիք Գեղարքունիքից, Վայոց ձորից, Սյունիքից, տարածքները տվիք Ադրբեջանին, հետո անցակ Տաուշին, հետո Մեղրին, որ տվի, այսպես հիմա պետք է սահմանադրությունից անկախության հռչակագիրը չեղարկեք ամբողջ Հայաստանը տակ ադրբեջանցիներին, մենք ձեզ դրա համար երկր պագում ենք։ Սկսենք հետևյալից։ Պրահայում ինչ է հայտարարվել։ Պրահայում հայտարարվել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կրկին հրապարակային փաստաթղթ ցանկացած է կարող Google-ում գրել Պրահայի հայտարարություն 2022 թիվ գտնել կարդալ։ Գեբելեմ այդ կարդում, մեր ասում եմ ինչ գրենք Google-ում, ուրեմն բացում ենք Google, գրում ենք Պրահայի հայտարարություն, Պրահայի հայտարարություն, բերեց ախպեր ջան, ինչա գրած Պրահայի հայտարարության մեջ, գրածը, թղթի վրա էլ կաստ է, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 91 թվականի Ալմատայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար եւ որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում մինչեւ հոկտեմբերի վերջ։ Մյուս կետը վերաբերում է Եվրամիության դիտորդական առաքելությանը։ Էսա գրա, այսինքն, էսի պարոն Ռուբինյան գրած աստե հետագայում էլ Փաշինյանը մեկնաբանել է, որ սրանով Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ առաջին անգամ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Հիմա եթե այդ օրը Արցախը ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածք, Ռուսաստանն ու Ադրբեջանն էլ իրար հետ չունեն պայմանագիր, որ Ռուսաստանի Ադրբեջանի տարածքում կարող լինեն ռուս զինվորներ։ Հայաստանը ունի Ռուսաստանի հետ պայմանագիր, որ Հայաստանի տարածքում ռուս զինվորներ կարող լինեն, բայց Ադրբեջանը չունի։ Ադրբեջանը գնում է Ռուսաստանի նախագահին, ասում է, «Այն երկիրը այլևս ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։ Մենք էլ պայմանագիր չունենք, որ մեր տարածքում դի զինվոր հավաքի քո զինվորները ընդից գնա»։ Նրանց ասում է, «Բա հայերը, նրանց անվտանգությունը», ասում է, «Շատ լավ, ես կպայմանավորեմ»։ Հետո Նիկոլ Փաշինյանը պայմանավորում է Իլհամ Ալիևի հետ, Արցախը պահում եք շրջափակման մեջ, որպեսզի հայերի համար այնտեղ դառնա անտանելի պայմաններ, չկարողանան այնտեղ ապրել։ Ադրբեջանը մի օրով հարձակվում է Արցախի վրա, Արցախահայությունը 10 օրում տեղահանվում է, ամբողջ հայերին հանում են, որպեսզի ռուսներն էլ հանեն։ Ռուսները ընդից երբ են վերջնական գնացել, հայերին Արցախից հանելուց հետո։ Ի՞նչն է սխալ ասվում։ Այդ իմ ասածի մեջ մի բանը սխալ էր։ Դա ինչ չի եղել, բա ո՞նց է եղել։ Որ Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը 1991 թվականի Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Հա, Ալմատայի հռչակագիրը դες ինչ իմաստն է տղա ջան։ Ալմատայի հռչակագիրը լրացուցիչ արձանագրությունն է անկախ պետությունների համագործակցության կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ։ Էդի սահմանների հետ, էդի պետության միջև սահմանային հարցերի կարգավորման հետ բացարձակապես ոչ մի կապ չունի։ Այո, ընդունվել է 91 թվին, որովհետև 91 թվին է ստեղծվել անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունը։ Որովհետև արդեն մինչև այդ խորհրդային միությունը փլուզվել էր, բոլոր պետությունները դարձել են անկախ հանրապետություններ, իրանք եւ որոշում են ստեղծել անկախ հանրապետությունների մի հատ համագործակցության կազմակերպություն։ Ինչ կապ ունի էդի տարածքների հետ, Արցախի։ Էդի պատճառ հանդիսացակ, որպեսզի ասեք, որ մենք Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում։ Այդքան բան։ Այսքանը ես ունեի ասելու։ Հիմա գնանք առաջ, որտեղ էլի է հարցազրույց եղել, ոչ հարցազրույցը Քոչարյանի մասին չանենք, չնայած այնտեղ մի դրվագի կա, որ ինքը խոսում է չարությունից եւ բարությունից։ Ասում Փաշինյանը չար է, ինքը կոնֆլիկտացին է։ Ես հիշում եմ Քոչարյանը, որ օրինակ իշխանության էր, ամենախաղաղն էր։ Ես կարծում եմ Քոչարյանը հրեշտակ է։ Չէ, մի րոպե, խառնում ես իրար։ Սխալ ես կարծում, որ Քոչարյանը հրեշտակ է։ Հրեշտակը Նիկոլ Փաշինյանն է։ Ռոբինյան ջան, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը համ հրեշ է, համ էլ միշտ տակ է տալի։ Դրա համար իրան կրճատ ասում են հրեշտակ։ Այս վերջերս է որ գնացել էր, բասին չէ, գնացել էր Վայոց ձորում, մատանեց հրեշտակի թևեր էր ճարը, գնացել մտել էր մեջը։ Պետրոս ոնց կարելի ասել, որ Նիկոլ Փաշինյանը չար, Նիկոլ Փաշինյանը այնքան բարի, հնա տեսեք էլ արա, չեք նայ, TikTok չունես։
Առավոտները հլնում է, երաշտությունը դնում է, երաշտության տակ, ապուշի հայացքով, սես մեծ սրտիկը անում, սենց էլ անում սրտիկը, սենց էլ անում սրտիկը, են վարդը դնում է, բա մարդը որ բարի չլնի, վարդը կդնի գրպանը, առավոտ դնում է կեսօրին ուտում, առավոտ դնում կեսօրին ուտում, դրանք բարության նշան, սաղորն ասում է, սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ ձեր բոլորի առաջ, բայց չար մարդը տես բան կասի, ասում եմ, կեցեն մեր զոհերը, դրանք բոլորը բարության նշաններ են, Քոչարյանն ասում է, ոնց է Քոչարյանը, Փաշինյանն է հրեշտակ, լսի, որ Փաշինյանը հրեշտակ է, դու էլ ասենք իր տակն եք հավաքված, դուք ինչ եք, հրեշտակա տակ, թե հրեշտակ դիր, իսկ թվում է դու կլնես, դու և մնացած քպները, եթե Նիկոլ Փաշինյանին ասենք, որ ինքը հրեշտակ է, դուք էլ լնում եք հրեշտակ դիր, ինքը մեր լավն էր ուզում, ձեր ինչը, ինքը մեր լավն էր ուզում, վերադառնամ մի կարևոր բանի, էլի, Քոչարյանը մի հատ ամենակարևոր բանը, որ ինքը ասում է, որ բացում է իր ամբողջ էությունը եւ իրենց ուզածը ամբողջ։ Ասում է, տեսեք, այսօրվա իշխանությունները ինչ են ասում, ասում են 29743 քառակուսին է մեր երկրի տարածքը։ Նեղացումը։ Ասում է, ասում է, այս իշխանությունները ասում են, մեզ սրանից դուրս բան պետք չի։ Ասում է, բայց այս ո՞նց կլինի։ Եթե դու ասում ես, որ քեզ այդքանն է, քեզ դրանից ավել բան պետք չի, դու արդեն խնդրեմ ունես։ Քեզ ոչ ոք որպես գործոն հաշվի չի առնում։ Մի րոպե, սպասի, Ռոբինյան ջան, չէ, այստեղ Քոչարյանի հետ գործ ունես։ Այ մարդ Քոչարյանը ես իմ եփ այլ Հայաստան եղել, դու դրա հետ գործ ունես։ Արի քեզնից խոսենք։ Դու, կոնկրետ դու քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամավորական ջոկատի կազմում դու Հակոբ Արշակյանը, Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյան լիքը եղել եք ընդդեմ, որպես կամավորականներ 2016 թվականի մայիսին մասնակցել եք ապրիլյան պատերազմին։ Ապրիլյան պատերազմը ապրիլ 4-ին ավարտվել է, բայց դուք մայիսին դու ինքդ այդ ջոկատի կազմում Արցախի պաշտպանության բանակում Մարտակերտի շրջանում մասնակցել ես հայրենիքի պաշտպանությանը եւ 2016 թվականին պարգևատրվել ես դրա համար պաշտպանության նախարարության պատվոգրով։ Հələ մի հատ ես ուզում եմ իմանամ, Քոչարյանը դու գործ ունես։ Այդ Մարտակերտի զորամասը պաշտպանության բանակի, որ դու գնացել էիր հայրենիքդ պաշտպանելու, 29743 կիլոմետրի մեջ մտնում էր, թե չէր մտնում։ Ոնց որ չէր մտնում, չէ՞ Պետրոսյան, չի մտնում։ Բայց դու ինչ գալատ էիր անում։ Այսինքն դու կարաս մի հատ մեզ ֆռստես ասես, որ դա մեր հայրենիքն է, մենք գնացել ենք մեր հայրենիքը պաշտպանելու, մի հատ է գաս ասես, չէ, դա այսինքն ո՞րն է բաբոտ ծեր հայրենիք։ Բաբատ ուր արա, բաբատ։ Հայրենիք, այնի вообще կարող է Չինաստանում է։ Չինաստանը մեր հայրենիքն է, հայրենիքը չի։ Բայց դու ինչից ես խոսում, արա, դու քեզնից խոսա, Քոչարյանից մի խոսա, ձեր հայտարարություններից խոսա, Նիկոլ Փաշինյանի 18 թվի ելույթներից խոսա, 19 թվի ելույթներից խոսա, 20 թվի պատերազմ հայտարարելու ելույթից խոսա ազգային ժողովը, հիշում ես Պետրոս ինչ ասում։ Մենք մի միլիմետր չենք նահանջի մեր հայրենիքից, մեր Արցախից, մեր պատմությունից, մեր արժանապատվությունից։ Իրանք են ասում։ Դու ինչ ես ասում, բարը։ Դպրոցների մասին Սերժ Սարգսյանը ասում է, որ ինչի է $2 միլիոն ծախսում մի դպրոցի վրա, որտեղ քիչ աշակերտ կա շատ։ Այ ասում եմ մենք կողմ ենք կրթության, պետք է սարքել, բայց սկզբից այդ 2 միլիոնը դրեք մեկ գործարան սարքել։ Դուք սխալ եք ցիտում դասական։ Ես իմաստն եմ ասում։ Ինչի, բա որ ասում ես ընդդիմությունն ասում է դժվար է, արա քո համար մի հատ նստես հարցազրույցը կարդաս, կոնկրետ ուղի խոսքի մեջբերումն է, թե քոնը սա պետք է տես վերացական անորոշ անկապ մեջբերումն է, դու չես կարա կոնկրետ մարդուց, կոնկրետ հարցազրույցից մեջբերումներ անես, այդ ինտելեկտուալ կարողությունը չունես, ղազախական ցորենը քեզ չի օգնում, որպեսզի այդ կարողությունները ձևավորվի, կտակասնես նոր կուտեսար հետի սառը չեն ուտում։ Դրեք գործի մեջ փող աշխատեք, հետո սարքեք այդ դպրոցը։ Նախ եկեք ճիշտ ցիտենք դասականներին։
ասում է ինչի են գնացել փոքր գյուղում, փոքր չի ասում, ասում են ինչ որ քան, չեմ հիշում, 20 աշակերտ ունեցող թե ինչ որ թիվ է ասում, բայց քիչ թիվ է ասում։ Այսքան աշակերտ ունեցող նկատի ունի փոքր գյուղում փող ծախսում, դպրոց կառուցում, դա վատնում է։ Ինչ տարբերություն, փողը վատնում ես թե թալանում։ Այսինքն հանճարեղ տրամաբանություն ըստ Սերժ Սարգսյանի։ Փոքր գյուղում դպրոց սարքելը փողի վատնում է, հետևաբար եւ վատնումն էլ թալան է, նույնն է ինչ թալանը, ինչ տարբերություն վատնել թե թալանել, եւ հետեւաբար մի հանճարեղ սիլոգիզմի ենք հանգում, որ դպրոց կառուցելը հավասար է թալանելուն։ Հիմա լսի տղա ջան։ Նախ սկսենք դրանից, որ դուք ոչ թե դպրոցներ եք կառուցում, այլ դուք դպրոցներ եք փակում։ Կառուցված դպրոցները փակում եք։ Պետրոս կնիկ այդ որ գալիս է տուն, այդ դպրոցի զուգարաններից բացի առհասարակ ասում է, օրինակ քեզ ասելա, որ 2026 թվականի ընթացքում Հայաստանում փակվելու է 260 հատ դպրոց։ Լավ ավել։ Այդ գործընթացը արդեն նախորդ տարիներից սկսել է աստիճանաբար դպրոցները փակելով եթում են։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում տղա ջան։ Դեռ խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում այտենց բնակավայր չի ելել, որ դպրոց չունենա։ Այսինքն բոլոր գյուղերում, բոլոր քաղաքներում կան դպրոցներ։ Հիմա Սերժ Սարգսյանի ասածը հետևյալն է. եթե միտեղ դպրոց կա, եւ կարելի է այդ դպրոցը ըստ իր աշակերտների թվի քանակի այդ չափով վերանորոգել, լավ պայմաններ ստեղծել, դպրոցը շարունակի գործել։ Ինչի եք դուք եղած դպրոցի պայմաններում տանում նոր դպրոց կառուցում։ Կարող է նորի մեջ թալան անել ավելի հեշտ է, քան վերանորոգման մեջ։ Նորի վրա ավելի շատ փող է ծախսվում, քան վերանորոգման վրա։ Բայց դա միջոցների վատնումն է, որը ուղեկցվում է թալանով։ Իսկ թե ինչ չափի թալան է եղել, դա պետք է իշխանափոխություն լինի նոր իմանանք, չէ՞ Պետրոս ջան։ Հիմա ո՞ս կարանք իմանանք ես համաշխարհային բանկից, որ սրանք վարկ են, ինչքան դպրոց կառուցում է, կնեք այդ որ հետո մտնում է դպրոցի զուգարաններ են, դուշը որ վերցնում են բան։ Դրանք բոլորը համաշխարհային բանկի վարկային միջոցներով են, տարածքային զարգացման ծրագրի միջոցներով, վարկ արտաքին պարտք են վերցնում դա անելու համար, տալիս են իրանց վերահսկողության տակ գտնվող կազմակերպություններին այդ միջոցը։ Հիմա հարց առաջանում, չէ՞, ինչի են դա անում։ Ինչի եք անում, որովհետև համ թալան չեք, համ վատնող։ Իհարկե այստեղից ակնհայտ է դառնում, թե ինչի իրենց իշխանության օրոք դպրոցներ գրեթե չեն կառուցել, որտեղ իրենք համարել են, որ դե եթե թալանը կա, դե էլ ինչ դպրոց կառուցել, որտեղ թալանելը նույնն է ինչ դպրոց կառուցելը։ Ոչ, չէ, ոչ, որովհետև նորից եմ ասում, բոլոր գյուղերում դպրոցներ կան, իսկ իրենց պաշտոնավարման շրջանում այդ դպրոցները վերանորոգվել են։ Հիմա լսի, Պետրոս, մի հատ վարժություն անում։ Կիրանց գյուղը ունեցել է դպրոց։ Հիմա այդ Կիրանց գյուղի դպրոցը դա հիմնական դպրոց է։ Դու գիտես այդ տարբերությունը, կեթաս կնգատ, եթե հիմա այս ասեմ չհասկանաս, դու 20 անգամից է, կեթաս մնացած 19 անգամը կնգատ կասես, որ քեզ բացատրի, եթե իհարկե ինքը հասկացել է։ Կա հիմնական դպրոց եւ ավագ դպրոց։ Կիրանցի դպրոցը հիմնական դպրոց է։ Այդ դպրոցում աշակերտների քանակը քիչ է։ Այդ դպրոցի ավագ դպրոցի տարիքի աշակերտները գնում են ուրիշ գյուղում դպրոց, որովհետեւ այնտեղ է ավագ դպրոցը, հարևան գյուղ են գնում։ Հիմա սրանք տարել են Կիրանցում էլ դպրոց կա, քիչ աշակերտների համար։ Քանի որ Կիրանցը սարքել են հիմա ադրբեջանական թանգարան, ընդ մի հատ պատենդեր է, ընդ հիմա Մահարային խորհրդի անդամներին են տանում, մտավորականներին են տանում, գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականներին են տանում, թե դրանց գիտնականը որնա մարդ չգիտի։ Սրանց են տանում, նրանց դեսպաններին են տանում, չգիտեմ, գործարարներին են տանում։ Կիրանցը հիմա ադրբեջանական թանգարան է։ Հիմա անդել մի հատ եղած դպրոցը կա, մի հատ կարմիր գույնի ռոզովի պատերով մի հատ սես նարնջագույն ներկել են, մի հատ դպրոց են սարքել, նոր։ Հիմա հարց, ասում եմ, այդ գյուղում դպրոց կար։ Այդ դպրոցում մեկը հիմնական դպրոցի տարիքի աշակերտներն են գնալու մի քանի հոգի, դասադուլ կարող ավել շատ են կան աշակերտները։ Ինչեք ընդեն նոր դրանք անհրաժեշտությունը ո՞րն է, եթե դա թանգարանի համար չի, վատնում է։ Էդ էլ է։ Մնացած բոլոր տեղերում մինչև ձեր իշխանության գալ, եղած դպրոցները վերանորոգվել է։ Պարզ է, տղա ջան, ջանը կապնի կախիտ։
Չէ։ Չէ, իրոք մի րոպե, այնտեղ խոսքը իմաստը, մեխը, այնա որ քիչ աշակերտ է, քիչ աշակերտը վրոժում, այդքան փող դնելը վատնելը։ Հասկացա։ Ու ասում եմ, վատնելն էլ նույնն է, ինչ թալանելը։ Ուզում եմ սա ճիշտ հասկանանք, էլի։ Օրինակ, ինչ ասեմ, այն որ մեր կառավարության օրոք հիմա մյուս տարվա վերջի դրությամբ 300-ից ավել դպրոց է կառուցված լինելու, նույնն է, ինչ օրինակ տարբեր մարդիկ հարստանում էին Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։ Դա լրիվ նույնն է, այսինքն մեկը դառնում է միլիոնատեր, եւ մենք կառուցում ենք դպրոցներ, դա նույնն է, որևէ տարբերություն չկա դրա մեջ։ Չէ, լավ, մի րոպե։ Նախ դուք մինչև տարվա վերջ 300 դպրոց կառուցող չեք։ Այդ 300 դպրոցը պիտի կառուցեիք 5 տարվա ընթացքում կառավարության ծրագրում։ Եթե 5 տարվա ընթացքում 4 տարին անցել է, չեք կառուցե։ Այդ մի տարվա ընթացքում կառուցողը չեք։ Այ դուք փակողն եք 260 դպրոց մենակ եկող տարի Պետրոս։ Էդի փակում եմ։ Իսկ որ դուք նաև թալանում եք, դա երևում արդեն ձեր գույքի եկամուտների հայտարարագրերից։ Հիմա նայում ենք։ Սրան մենակ Պետրոս 2024 թվականի նոյեմբերի 26-ին Արցախի հայաթափումից վերջնական կործանումից արդեն խիղճը հանգիստ։ Երևանի Ավան վարչական շրջանում կանաչ թաղ նորակառույց թաղամասում, որտեղ առանձնատների ոճով բնակարաններ են, սա ունի ինդեք 47 միլիոն դրամ արժողությամբ կամ նույնը $122,000 պլյուս 5 միլիոն դրամով էլ ավտոտնակ։ Էդի մենակ ինքն է։ Ավտո չունի, բայց ավտոտնակ ունի։ 47 միլիոն դրամ մուծել է միայն 47 միլիոնից 2.5-ն է մուծել, մնացածը փոխառություն։ Սրանից բացի Պետրոս 5 միլիոն 275,940 դրամ ծախսել է վերանորոգման վրա։ Այդ իրան քիչ է, մի հատ էլ իր կինը Մարիամ Հաջի Հակոբյանը ML Mining-ից Հայ-Էկոնոմ բանկի վարկով երկրորդն, այսինքն իրանք ընտանիքում մարդու կնիկ են, մի հատ էլ փոքր երեխա ունեն, այս 2 տարվա ընթացքում 2 տուն են առել։ Մարդկանց սարքել են տնազուրկ, իրանք տներ են առել։ Կինը ազգային ժողովում է աշխատում։ Կինը ազգային ժողովից ստացել է 4 միլիոն 623,500 դրամ։ Իր ենթակայությամբ իր կինը աշխատում է, ստանում է 4 միլիոն 623,500 դրամ աշխատավարձ, պլյուս իր աշխատավարձ մարդու կնիկ սրանք ազգային ժողովից ամսական 1 միլիոն 570,000 դրամ փող են ստանում։ Լսի, բա կեղեքի չէ, թալանի չէ այս պետության, էլ ոնց ալնում։ Բետ են ասում։ Պետք է անպայման մի հատ պոզեր ունենաս, հա, պոչել ունենաս։ Էնա կլես։ Կարող է ուզում ես լես ազգային ժողովի նախագահը։ Հաջորդը շատ ես հասկանում եմ ինչա Սերժ Սարգսյանը որոշել այդ աբսուրդ փաստարկը բերի, որովհետև իրոք դպրոցաշինությունը մեր ամենահաջողված ծրագրերից մեկն է։ 91 թվականից մինչև 2010 թվական, գիտեք քանի դպրոց է կառուցվել Հայաստանում։ 91-ից 2018։ Քանի տարի է, այսինքն 27 տարի։ 190 դպրոց, որից 104-ը աղետի գոտում։ Լսեցիր Պետրոսի ասածը ոնց հաստատում։ Եթե երկրում դպրոց կա, ինչի՞ պիտի տանեն դպրոց կառուցեն։ Խո ապուշ են, չէ՞, ասեք դպրոցը եթե կա, ինչի՞ տանեն դե դպրոց կառուցեն։ Դպրոցը կարան ընդամենը վերանորոգեն։ Իսկ դու գիտես, ասենք Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի օրոք մեր երկրում քանի դպրոցա վերանորոգվել, եղած դպրոցները, գրեթե բոլորը։ Իսկ դպրոց որտեղ է կառուցվել, 190-ից 104-ը կառուցվել է աղետի գոտում։ Այսինքն այնտեղ որտեղ երկրաշարժի հետևանքով սովետի ժամանակվա կառուցված դպրոցը քանդվել է, տարել են նոր դպրոց են կառուցել։ Մնացած բոլոր դպրոցները, որոնք բամ են տեղել են, վերանորոգել են։ Սրանք չէ, վերանորոգելու փոխարեն քիչ ամենամել այդ անտեր մնացած վերանորոգումից պետք 0-ից կառուցելուց է, էլի շատ մնում այդ անտերը։ Լսեն ալենի աղբերը եվրո ասֆալտ է։ Մատ եվրո դպրոց էլ ստեղծեր, այդ դպրոցների շինարարությունն էլ վերցներ անել էլի։ Մատ կետաս կասես աղբերը դպրոցների մեջ հələ լրիվ չենք սարքել, պետք է սարքի փող կան դե։ Մատ եվրո դպրոցը, այն Արագածոտի մարզեն կնիկները ուր են Լուսիա մեկե Սվետան։ Դրանց ասա թող մի հատ եվրո դպրոց սպաս հիմնեն դպրոցների շինարարությունը եվրո դպրոցն անի էլի տենց ավելի ճիշտ կլինի թալանը մենակ եվրո ասֆալտը քիչ է
Եվրո դպրոցը լա, Եվրո դպրոցը առանձին, Եվրո մանկապարտեզը առանձին։ Ուրեմն Ազատ է գյուղում, իմ հայրենի գյուղն է, էլի։ Խորհրդային ժամանակներում դպրոցը եղել, մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը, դպրոցը վերանորոգվել է, դպրոցի գյուղի երեխեքի համար լավագույն պայմանները ստեղծվել է, սրանք այդ դպրոցը փակում են, կնգաթ հետ միասին։ Բարձր, ու տենց բազմաթիվ գյուղերում, հիմնականում սահմանամերձ գյուղերում դպրոցները ուղղակի փակվում են։ Դպրոցաշինությունը մեր ամենահաջող ծրագիրն է, որովհետև դրա արդյունքում դպրոցները փակվում են։ Իսկ նայեցիք Տակեր Կարլսոնին։ Չէ, Ինչու։ չգիտեմ, հետաքրքիր չէր։ Իդեպ Սերժ Սարգսյանի ոդկասթն էլ չեմ նայել, որովհետև ինձ թվում էր Սերժ Սարգսյանը ավելի վատ բան մեզ հետ չի կարող անել, քան իր 10 տարվա նախագահությունը, բայց որոշեց գա մի հատ 7 ժամանոց ոդկաստ տա, ինձ թվում է ինքը որոշել է պատժել բոլորիս։ Արա դու ախ Սերժ Սարգսյանի, բա որ չես նայ նոր մեջբերումներ է իր անում Սերժ Սարգսյանի հարցազրույցից։ Սուտ ասում, հա։ Արա դու սուտ ասելուց բացի ուրիշ բան չգիտեք։ Նոր մի քիչ առաջ ասպես հեսա ես դասականից մեջբերումներ կանեմ այդ նույն հարցազրույցից։ Հետո ասպես չէ, ես չեմ նայե։ Ինքը երկար է հարցազրույց տալի էլի, էդի վատություն, այ լավ են Նիկոլ Փաշինյանի ասուլիսներն էլի Պետրոսյան։ 4 ժամ մարդը ասենց հակիրճ, լակոնիկ, լրագրողը մի հատ հարց է տալի, շատ ժամանակ հենց այո, ոչ, լակոնիկ, ուղղակի ասեց 4 ժամ, 5 ժամ, ասեմ, այս Սերժ Սարգսյանը չի ստասում, Նիկոլինն է լավը։ Արա պատիժը քո մի րոպեանոց հարցազրույցն էլ արդեն պատիժ է, հասկանում ես, կարևորը րոպեները չի, կարևորը մարդն է, թե ինչ է խոսում, ինչից է խոսում, ոնց է խոսում։ Իսկ դու արդեն մեզ Պետրոս, սրան 6 անգամ ստե կանչելով մեզ բոլորից պատժում ես։ Քեզնի շատ աստե գալի։ Հեսա գործից հանան շպրտեն գալու աստելի հաղորդավար, դու չիմանաս ինչ անես։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք հրավիրում ենք նաև նախագահների կողմնակիցներին հյուր, որ բացատրեն իրենց տեսակետից։ Նախագահներին հրավիրեք, ինչ չի։ Հրավիրում ենք, դե չեն գալի, հիմա որ չեն գալի, որ մենք դատախազ չենք, որ կարողանանք բերման ենթարկենք։ Արա չեն գալի որ ծեցի չբռնեն, էլի տեսակ էլի նա գնացին անտիֆեկ, սաղին բռնի խմբագրությունը փակին։ Գաստե Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչյանը գաստե արտադրություն, ոչ քեզի բռնեն, գլուխդ քորա գալի։ Լիքը բռնելու բան կա, գնա բռնվի, անպայման պետք է հարցազրույց վերցես նոր քեզի բռնեն։ Եվ Նարեկ Կարապետյանին ես մի անգամ զրուցեցի վերջինիս հետ, ինքը ասեց մի քիչ փորձառություն ձեռք բերի եւ կգա։ Հա դե Պետրոսյան, քո մոտ պետք է մի քիչ մարդը զարգանա, աճի, իմաստնություն ձեռք բերի, մի քիչ լացվի, բան, նոր գա քո մոտ, հաղորնս պատահանից ոտի վրա չես կարա, դու ունես փորձառու, աշխարհահռչակ Պետրոսն ես։ Հəլասա Թակեր Կարլսոն։ Հəլասա Պետրոս։ Պետք է պատրաստվեն մարդիկ քո մոտ գալուց առաջ։ Բայց սրա նման ես անգամ եմ գալիս, պետք է պատրաստվեն, պետք է մարդիկ հասունանան։ Հիմա Տակեր Կարլսոնից հետո ինձ թվում է ինքը բավարար փորձառություն ունի հանրային հարցազրույցի համար եւ հրավիրում ենք նաեւ նախագահներին, թող Լարայից կտրվեն եւ փորձենք մի քիչ ավելի լուրջ հարցազրույց անել, քան մենախոսություն։ Հա, էլ իսկական է Պետրոս, ասենք, թե այդ Թակեր Կարլսոնը ոնց որ այդ Նարեկի համար Կարապետյան, ոնց որ այս տրենաժոր էլի։ Ես գնացել է այդ ցածր կարգի տենց որ ճանաչում չունի, հեղինակություն չունի, բան գնացել է իր այդ Թակեր Կարլսոնի հետ փորձել է, տենա ինքը կարում է հարցազրույց տա, թե չէ։ Եթե արդեն տվել է, ստացվել է, ընդ մի քանի 100,000 դիտում ունի, արդեն կարելի ասել, որ ինքը կամաց հասունանում է, էլի, պատրաստվում է քո հետ հարցը, բայց հələ որ անկեղծ որ ասեմ, հələ ինքը տեղ ունի, էլի աճերը, քո մոտ գալու համար, հələ Պետրոսյան, պիտի մի հատ Al Jazeera-ին էլ հարցազրույց տա, մի հատ հələ CNN-ին հարցազրույց, մի հատ BBC-ին առան, պիտի աճի, էլի, մարդը քո մոտ գալուց առաջ պիտի հասունանա, որ կարողանա քո այդ իմաստնությանը դիմանա։ Այ Պետրոս։ Կհանդիպենք, տեսություն։